Դիզայն նախագիծ։ Ինչ է այն իրենից ներկայացնում։ Առաջին հերթին չափագրության հիման վրա տալիս ենք պատերի շարման եւ քանդման հատակագիծ, որտեղ ցույց ենք տալիս, թե որ պատերն ենք քանդում եւ որտեղ ենք իրականացնում նոր պատերը։ Դրա արդյունքում տալիս ենք կահավորման հատակագիծ, որտեղ հստակ երևում է, թե ամբողջ տան մեջ կահույքը ինչ չափերով են լինելու եւ ինչպես են տեղադրված լինելու։ Որպեսզի պատկերը լինի ավելի հասկանալի, տալիս ենք նախնական եռաչափ տեսք։ Եռաչափ տարբերակով պատվիրատուն մոտավոր պատկերացում է կազմում իր ապագա բնակարանի մասին։ Սրանից հետո անդրադառնում ենք արդեն առաստաղներին։ Այստեղ էլ հստակ երևում են, թե առաստաղների վրա որտեղ են լինելու բացվածքները եւ ինչ մակարդակների վրա։ Առաստաղների հատակագիծը արդեն համադրում ենք լույսերի հատակագծի հետ։ Հստակ երևում են, թե որտեղ են լինելու բացվետկաներ, որտեղ լամպեր, որտեղ վարդակներ եւ որտեղ են տեղադրված լինելու արդեն անջատիչները, որ ամեն ինչը գրագետ ու տեղին օգտագործվում։ Էլեկտրականությունից հետո արդեն անդրադառնում ենք թաց կետերին։ Ցուցադրված են թաց կետերը թե հատակագծում եւ թե փռվածքներում։ Անցնենք փռվածքներին։ Ավելի մանրամասն պատկերացում ենք կազմում դեկորատիվ էլեմենտների եւ կահավորման հետ։ Անցնենք հատակներին։ Այստեղ արդեն ունենք մանրահատակի եւ սալիկապատման բացվածքները։ Հատակների հետ ունենում ենք նաեւ շրիշակների հատակագիծ, հայերեն ասած պլենտուսների։ Եվ ամենավերջում ունենում ենք մանրամասն կահույքի գծագրեր, որտեղ հստակ մագնիշավորված են հատակագծով կահույքները եւ նրանց առանձին գծակներն ու եռաչափ տեսքերը։ Պատվիրեք դիզայն նախագիծ, որպեսզի ունենաք թե աշխատանքների եւ թե նյութերի հստակ ծավալաթերթեր եւ խուսափեք ավելորդ ծախսերից։